Ձգաբան փորձագետներ հանրապետությունում կոնկրետ քանակ չեմ կարող նշել, բայց գործերի առումով կարող եմ ասել, որ քիչ են, որովհետև գործերը այնքան շատ են, որ եղած կադրային ռեսուրսներով հնարավոր չի ողջամիտ ժամկետներում ավարտել եւ տրամադրել վարույթ իրականացնող մարմնին։ Երբ որ ինստիտուտում սովորում էի, այդ ժամանակ կոնկրետ ուղղվածություն չէի որոշել, թե որ տեսակի փորձակնությունների մեջ կարող եմ կոնկրետանալ, բայց երբ որ ավարտական կուրսում արդեն պրակտիկա էինք անցնում եւ լաբորատորիայում այցելում ենք, գործի բնույթը տեսնում ենք, այդ ժամանակ արդեն որոշեցի, որ ավելի հոգեարազատ է դատական ձգաբանությունը։ Ձգաբան բնագավառ փորձագետ դառնալու համար ցանկալի է իրավաբանական գիտությունը եւ տեխնիկական իրավաբանական ինչի համար դա բոլոր փորձագետերին է վերաբերվում, որովհետեւ փորձագետը ինչքան էլ տեխնիկական խնդիրների վերլուծությամբ է զբաղվում, այնուամենայնիվ իրավական դաշտի հետ բախվում է։ Քրեական դատավարություն, քրեական օրենսգիրք եւ այլն։ Յուրաքանչյուր զենք իր կառուցվածքային առանձնահատկություններն ունի, յուրաքանչյուր զենքից կատարված կրակոց իր առանձնահատուկ հեռավորություն եւ կինետիկ խոցելիության ուժ ունի։ Դատական ձգաբանությունը իր առջև ունի դրված իր խնդիրները, որոնք հիմնականում բաժանվում են 4 մասի՝ հրազենային վնասվածքների հետազոտություն, բացառությամբ մարդու մարմինը, քանի որ ինքնին հանդիսանում է դատաբժշկական հետազոտման օբյեկտ, ձեռքի հրազենի եւ դրա համար նախատեսված փամփուշտների հետազոտություն, կրակված գնդակների եւ պարկուշների համատական հետազոտություն եւ զենքի վրա առկա ջնջված համարների վերականգնումը։ Տվյալ դեպքում մենք իրականացնում ենք հրազենային վնասվածքների հետազոտություն։ Վարույթ իրականացնող մարմնի կողմից նշանակվել է ձգաբանական եւ դատաբժշկական համալիր փորձաքննություն, ըստ գործի հանգամանքների տեղի ունեցել կրակոցներ, անձը ստացել է հրազենային բնույթի վնասվածքներ։ Տվյալ դեպքում սկզբնական փուլում ձգաբան բնագավառի փորձագետը հետազոտում է իրեղեն ապացույց հանդիսացող վերնազգեստը, ուժողի հակին եղած հագուստը դեպքի պահին։ Ունենք հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր, որոնք արդեն փորձագետի կողմից պայմանական համարակալվել են եւ ենթարկվում են հետազոտության, քանի որ մեկից ավել են պարտադիր կերպով պետք է պայմանական համարակալվի, որպեսզի հետագայում հետազոտության ձևակերպումն էլ հետևությունն շատ պարզ եւ հասկանալի լինի, դա էլ կարեւոր հանգամանք է։ Հագուստի արտաքին տեսքի հետազոտությամբ հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք իրենց մորֆոլոգիայով արդեն իսկ բնորոշ են հրազենային գնդակային բնույթի վնասվածքներին։ Որպեսզի հստակ ասենք սրանք հրազենային վնասվածքներ են թե ոչ, պետք է իրականացվի ձգաբանական քիմիական հետազոտություն, քանի որ վնասվածք պատճառած գնդակը ունի խոցելիության մեծ ուժ եւ հարվածի ժամանակ վնասվածքի շրջակա հատվածում թողնում է մետաղացման հետքեր իրեն բնորոշ։ Վնասվածքի եզրային հատվածներից հայտնաբերվել է պղնձի մետաղացման հետքեր, որոնք արդեն հստակ բնորոշում են, որ տվյալ վնասվածքները հրազենային գնդակային մուտքի վնասվածքներ են։ Թույլ է տալիս տվյալ հետազոտությունը որոշել կրակոցի հեռավորությունը։ Եթե փորձաքննության շրջանակներում տրամադրվի զենքը, արդեն տվյալ զենքից հնարավոր է իրականացնել փորձարական կրակոցներ եւ հստակ պարզել հեռավորությունը։ Միևնույն ժամանակ նշեմ, որ նմանատիպ գործերը պարտադիր պետք է վարույթ իրականացնող մարմնի կողմից նշանակվի համալիրի ձևով, որովհետեւ զուտ ձգաբանական առումով ուղղություն ասել ճիշտ չի, որովհետեւ հագուստն ինքնին շարժական է եւ կրակոցի ժամանակ կարող է որոշակի թեքված լինի եւ այլ ուղղություն ստացվի։ Այսինքն փոխադարձ դիրքի վերաբերյալ հստակ որոշում չկարողանանք ստանալ։ Դրա համար նմանատիպ դեպքերում պարտադիր պայման է նշանակվի համալիր դատաբժշկական դատաձգաբանական, որի արդյունքում արդեն երկու տարբեր բնագավառների համալիր վերլուծության արդյունքում հնարավոր է լինում հաշվի առնելով նաև դատաբժշկի կողմից վերքային խողովակի ուղղությունը, արդեն որ հստակ որոշում է կրակոց արձակողի եւ տուժողի փոխադարձ դիրքը տարածության մեջ։ Ձգաբանական փորձաքննության եզրակացությունները այնքան հստակ են, ինքը հստակ գիտություն է, կամ հրազենային բնույթի է, կամ հրազենային բնույթի չի։ Ու շատ քիչ դեպքեր է, երբ որ կանչում են փորձագետին դատարան, որովհետև փորձագետը կարողանում է պարզ հստակ հասկանալի եզրակացություն տալ։ Կան որոշակի զենքեր, օրինակ Կալաշնիկովի ինքնաձիգ է, 74 մոդելը։ Նրանք մոտ տարածությունից, այսինքն ընդհուպ ոչ հերմետիկ, մինչև 5 սանտիմետր հեռավորությունից երբ որ կատարում են կրակոցներ, բացի վնասվածքի շրջակա հատվածում, նաև վնասվածքի աջ եւ ձախ կողային հատվածներում մրման գոտի են առաջացնում, որոնք հիշեցնում են թիթեռի թևերի։ Եթե նմանատիպ հետքեր ենք տեսնում, արդեն դա վկայում է, թե ինչ տեսակի զենք է աշխատել, որ տեսակի զենքից է կրակվել, ինչ հեռավորությունից է կատարվել կրակոցը կամ ինչ անկյան տակ է կատարվել կրակոցը։ Ծառայության ժամանակ կատարված հանցագործները, որոնք որ բաժին առնչվում է,
արդեն ակնհայտ է պետք է զենքի միջոցով կատարված հանցագործություններ լինեն, դրանք մարմնական վնասվածքներ, սպանություն, ինքնասպանություն, կարևոր է փորձագետի եզրակացության դերը տվյալ իրավական գնահատման փուլում, որովհետև փորձագետը հստակ կարող է տարանջատի, եթե ունի բավարար չափորոշիչներ, կրակոցի հեռավորությունը եւ փոխադարձ դիրքը, որի արդյունքում ցուցմունքների հետ կապված կարող են հասկանալ կարար այդ հանգամանքներում կրակոց առաջանար թե ոչ, կամ կապված կրակոցի հեռավորությունից արդյոք անձը կարար տվյալ հեռավորության պայմաններում ինքը իրեն այդ վնասվածքը պատճառեր թե ոչ։ Դրա համար եթե վնասվածքը հագուստով ծածկված մարմնամասում է, այսինքն առաջնային վնասվածքը հագուստն է հանդիսանում, ինչի համար առաջնային, որտեղ ամբողջ ինֆորմացիան առաջնային վնասվածքն է իր մեջ պարունակում։ Տվյալ դեպքում հնարավոր է որոշել կրակոցի հեռավորությունը եւ փոխադարձ դիրքը կրակող հրազենի։ Տեսեք, ենթադրյալ դեպքով մենք ունենք հագուստ, առաջնային հագուստ, որի վրա տեղակայված է վնասվածքը։ Վնասվածքի շրջակա հատվածում ձգաբան քիմիկ փորձագետի կողմից իրականացվել է դիֆուզ կոնտակտային հետազոտություն, շրջանակը դա վնասվածքի տեղամասն է, հակառակ կողմում նայում ենք, սա է վնասվածքն է, վնասվածքի շրջակա հատվածում հայտնաբերվել է պղնձի մետաղացման հետքեր։ Բացի վնասվածքի այդ պղնձի հետքերից, աջ ու ձախ կողային հատվածները համեմատաբար մաքուր են, որին նորից հաջորդում է պղնձացման հետքերը, գլանաձև տեսքով, Սա արդեն վկայում է որոշակի ինֆորմացիա է տալիս փորձագետին, թե ինչ զենքով է կատարվել կրակոցը։ Սա բնորոշ է AK-74 տեսակի ինքնաձիգի փողի առաջնային մասում ձգվող կրակմարիչին, որտեղ միայն տվյալ տեսակի ինքնաձիգը կարող է նմանատիպ հետքեր առաջացնի։ Հիմա որ ցես հանգամանքը հստակ պարզենք, արդեն նմանատիպ կտորի թիրախների վրա զինվորական համազգեստից ստացված իրականացնում ենք փորձարական կրակոց ընդհուպ տարածությունից, տեսեք ընդհուպ տարածությունից կատարված կրակոցի ժամանակ խաչաձև պատրվածքն է ու այս մրման հետքերը, որոնք արդեն պղնձի տեսքով արտահայտվում են այստեղ, լրիվ այլ դիրքով է, այսինքն չէր կարող ընդհուպ տարածությունից կատարվել կրակոցը։ Հաջորդ փորձարական կրակոցը իրականացվել է 5 սանտիմետր հեռավորությունից, թեք անկյան տակ, որի ընթացքում հայտացված հետքերը մրի տեսքով արդեն մոտ են իրեղեն ապացույցի վրայից հայտնաբերված պղնձի մետաղացման հետքերին։ Հաջորդ քայլը, որ փորձագետը իրականացնում է, արդեն փորձարական կրակոցից ստացված թիրախի վրա եւս իրականացնում է դիֆուզ կոնտակտային մեթոդ։ Սա ստացել ենք արդեն այս վնասվածքից։ Հիմա այս հետքերի համադրումը արդեն որոշակի ինֆորմացիա է տալիս փորձագետին, թե ինչ հեռավորությունից եւ ինչ անկյան տակ է կատարված կրակոցը։ Փորձագետը իրավունք ունի իրավական գնահատական տալու եւ զուտ ձեռքը ձգանին հասնելը դեռ չի նշանակում, որ անձը կարող է ինքնասպանություն գործել կամ իր կողմից է կատարվել կրակոցը։ Մնացածը արդեն դա իրավական գնահատման է ենթակա, որը արդեն կիրականացնի վարույթ իրականացնող մարմին։ Իմ 15 տարվա փորձագիտական ստաժի ընթացքում եզակի դեպքեր ա եղել, որ հեռու տարածումից է կատարված եղել եւ չէր կարող դա ինքնասպանություն դիտարկվել, արդեն սպանություն էր։ Բայց հիմնական մեծամասնությունը 90%-ից ավելը կատարված են մոտ տարածությունից, զուտ փորձագիտական առումով ասեմ, եւ դուժողի հագուստների թեվքերի առաջամասերում հայտացված հետքերը արդեն թույլ են տալիս եզրակացնել, որ կրակոցը կատարվել է իր կողմից։ Սա կազմակերպության ձգաբանական փորձաքննությունների բաժնի հրաձգարանն է, որտեղ հիմնականում իրականացնում ենք ձեռքի հրազենի եւ դրա համար նախատեսված փամփուշտների պիտանելիության ստուգումը, ինչպես նաեւ կրակոցի հեռավորության որոշման համար փորձարական կրակոցները։ Հրաձգարանը համալրված է արագաչափ սարքից, արագաչափ սարքը թույլ է տալիս կրակված գնդակի մետր վարկյան արագությունը հաշվարկել, որի հիման վրա արդեն որոշում է կրակվող փորձարկվող զենքի փողային էներգիան, ջոուլը։ Օրինակ վերջում բավականին շատ է դեպքերը, երբ որ բարեկային ծառայությունը քաղաքացիների մոտից հայտնաբերում է ատրճանակներ, այդ ատրճանակները, որպեսզի պարզենք դրանք հրազեն են թե ոչ, այսինքն քրորեն պատժելի արարք է քաղաքացին թույլ տվել թե ոչ, առգրավում նշանակում է փորձաքննություն։ Մյուս սարքը գնդակ ворսիչն է մեր կևլարային, օրինակ եթե մենք դեպքի վայրից ունենում ենք կրակված գնդակներ, պարկուճներ կամ ենթադրյալ զենք կասկածվող, որից որ
վարույթ իրականացնող մարմինը կասկածում որ կարող է կրակված լինել, արդեն փորձարարական կրակոցներ է իրականացում Kevlar-ի գնդակ գործիչի մեջ, որը թույլ է տալիս անվնաս գնդակ, կրակված գնդակի նմուշներ ձեռք բերել։ Սա տախտակամածն է, որը նախատեսված է ևս զենքի փորձարկման համար։ Հիմնականում նմանատիպ խնդիրների հետ բախվում ենք զինվորական շրջանակներում կատարված հանցագործների ժամանակ, երբեմն ցուցմունք են տալիս, որ կրակոցը դիտավորյալ չի եղել, ձեռքիցս պատական ընկել է եւ ինքնաբերաբար կրակոց է առաջացել։ Այս զենքի ինքնաբերաբար կրակոց առաջացնելու հանգամանքը ստուգելու համար իրականացվում է փորձառություն տարբեր բարձություններից տարբեր անկյան տակ տախտակամածի վրա գցելու եղանակով անվտանգության նկատառումներից ելնելով դրա համար նախատեսված փամփուշտը ապամոնտաժվում է, փամփուշտի գնդակը հեռացվում է, բարոդային զանգվածը դատարկվում է պարկուճի միջից, եթե գործի հանգամանքներում նշված է թե ինչ դիրքով է իջացրել, դիրքի պայմաններում եւս փորձառություններ է իրականացում, եթե կրակոց է տեղի ունենում, ուրեմն զենքը անսարք է, հնարավոր է առանց ձգանը սեղմելու կրակոց տեղի ունենա։ Տեսեք ամբողջ փորձառության ընթացքում կրակոց տեղի չունեցավ, բայց հիմա փորձագետը երբ որ ձգանը սեղմի տեղի ունեցավ կրակոց, այսինքն զենքը սարքին է, ցուցմունքը, որ պատահական ձեռքից ընկել կատարվել է կրակոց, արդեն հնարավոր չէ։